Հանդիպել ենք եւ ակնհայտ էր, որ ինչ որ մարդիկ հետևում են։ Այդպիսի տեղեկություն ես էլ եմ ստացել, բայց դա ոչ պրոֆեսիոնալ տեղեկություն է։ Ամենը կարող եմ կիսվել։ Ես վերջի առնվազն 3-4 շաբաթը Միրանի հետ հանդիպած չեմ եղել։ Ամեն դեպքում նման տեղեկություն այո ես էլ ունեմ։ Միրան Հակոբյանը զբաղվում էր հանրային գործունեությամբ, քաղաքական գործունեությամբ, անձնական որևէ այսպես խնդիրներ չկար։ Եվ ակնհայտ է, որ խոսքը կարող է վերաբերել բացառապես նրա հանրային գործունեության հետ կապված հարձակմանը։ Ես Facebook-յան գրառումները նայեցի, անկեղծ ասած, որևէ բան այնպես չտեսա, քննադատական գրառումներ են։ Հիմա եթե այսպես, չգիտեմ, եթե ձևը փոխվել է, այսպես ասած, արդեն քննադատական գրառումների համար մարդու վրա հարձակվում են, տեսնենք։ Ամեն դեպքում մի բան ուզում եմ հստակ ասել, որ պետությունը, իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն այս դեպքը արագ օպերատիվ բացահայտելով եւ իդեպ ասում հիմա օպերատիվ այստեղ են զբաղվում են մանրամասները իհարկե ճիշտ չեմ համարում ասելը, բայց ակնհայտ է որ մարդիկ իրենց գործն են անում։ Մի քանի ոստիկանության աշխատողներով քննիչներ դեռ այստեղ չկան, որտեղ առաջնայինը, այսպես ասած, տաք հետքերով ոստիկանության գործառույթն է։ Թող բացահայտեն, բոլորս էլ հասկանանք ինչ է տեղի ունեցել եւ Իրանի վարկածը ո՞րն է։ Իրանի հետ ես չեմ կարողացել խոսել, որտեղ բժշկական ընթացակարգերի մեջ էր գտնվում, բայց այն ամենասկզբից ակնհայտ է նորից ասեմ, այդ ճանաչելով որևէ այլ պատճառ լինել չի կարող։ Բացի ոչ ազնական, բացի ես չհստակեցնեմ գրառումները, ես ասեմ նրա հանրային գործունեությունը։ Իսկ մարդը հրապարակային գործունեություն է իրականացնում, ընդդիմադիր հրապարակային գործունեություն է իրականացնում եւ դրանից բացի ուրիշ որևէ պատճառ մենք չենք տեսնում։ Պետությունը իրավապահ համակարգը մասնավորապես ունի լավ հնարավորություն ցույց տալու, որ դա նման արարքները արագ բացահայտում է։ Ես հիշեցնեմ, որ Միրանի նկատմամբ առաջի դեպքը չի 2021 թվականին, այո, 2021 թվականի ամռանը, ես դա շատ լավ եմ հիշում, նրա տան դիմացը կայանված մեքենայի տակ մեկը անցել էր եւ նռնակ էր նետել։ Նռնակը այսպես փառք Աստծո մարդկային այսպես վնասներ չէր հասցրել, մեքենային էր վնասել, դեպքը քննվեց եւ որևէ այսպես մեղավոր չհայտնաբերվեց, կասկածյալ չհայտնաբերվեց։ Իմ համոզմունքն այն է, որ եթե այդ դեպքը բացահայտվեր, ապա հիմա սա չէր լինի, որովհետեւ դա նույնպես մենք այն ժամանակ կապում ենք, ես էլ եմ գրառում արել նրա հանրային գործունեությամբ։ Եթե դա չի բացահայտվել, ակնկալում եք, որ սա կբացահայտվի։ Դե ակնկալել բառը այստեղ չօգտագործենք, ասեմ, որ ես չեմ ուզում բացառել, որ կբացահայտվի։ Ես ուզում եմ հավատալ, երբեմն շատերը ինձ համարում են անհույս լավատես, բայց ամեն դեպքում ոստիկանները իմ աչքի առաջ ինչ-որ անհրաժեշտ գործողություններ են կատարում։ Հույս ունենանք, ինչ ասեմ։ Այդ 2000-ի հանրային գործունեության հետ է կապում այս այլ որևէ պատճառ պարզապես լինել չի կարող։ Այսինքն մարդը որ զբաղվում է բիզնեսով, ոչ ինչ-որ անձնական խնդիրներ ունի, ոչ ինչ-որ պարտքեր ունի, ոչ ինչ-որ բան ունի, չի կարող է։ ՀՀԿ անդամ է, չէ։ Չէ։ Վերլուծաբան Չէ, ՀՀԿ անդամ իմ իմանալով չի, եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, բայց կուսակցության անդամ է թե ոչ։ Անկեղծ ասած չգիտեմ, ենթադրում եմ, որ ոչ։ Պարոն իսկ դալմայի ընթացքում դալմայի մոտեցախցիկներ բան կա, պահանջել են։ Ես այնտեղ չեմ եղել, ոստիկանության առաջնային խնդիրն էլ դա է, կարծում եմ այդ բարձաբանումները ոստիկանությունը կանի, մյուս կողմից էլ կարծում եմ, որ այս պահին այսպես շատ մանրամասնել պետք չի, կարծում եմ ասել, որովհետև ընդունենք են կանխավարկածը, որ իրավապահ մարմինները իսկապես ցանկանում են հայտնաբերել։ Ես չեմ ուզում այնպիսի բան ստացվի, որ հետո ասեն, հա դուք այս տեղեկատվությունը տվեցիք, որը որ խանգարեց հանցագործության բացահայտմանը։ Ես կուզենայի, որ այս պահին մենք նաև այս մասով մի քիչ ավելի ինֆորմացիան ես ինձ է վերաբերում ոչ ամբողջական կամ հաշվի առնելով, որ այդ նկատառումը մարդիկ կարող են անել, որևէ ավել բան այս մասով չեմ կարող ասել։ Պարոն Մելիքյան, կասկածներ ունի, որ իշխանականներն են դա կազմակերպել, իշխանական իրավապահ մարմինները։ Չեմ խոսել։ Ելեն եւ այդպես հարցը լուծեն, օրինակ շատ դեպքերում տեսեք դուք ասի քննադատում է, Այո։ տեսնում ենք դուք եք ամեն օր դրա մեջ տարբեր մարդկանց վիրավորական բառերի եւ այլն, այդպիսի ձևակերպումներով վիրավորանքի բանի համար եւ այլն մարդկանց ինչ են անում, ձերբակալում են, չէ՞, այսինքն այդպիսի դեպքեր կան շատ ակտիվ, երբ որ իշխանության են քննադատում, այդում էլ ճաղերի հետևում։ Այսինքն այս դեպքում դուք էլ եք կարծում, որ դա այդ շարքից է, որ իշխանության քննադատությունների պատճառով է, եթե այդ շարքից է։ Ես նայեցի Միրանի էջը անկեղծ։
Ես շատ անկեղծ ասեմ։ Ես շատ անկեղծ ասեմ, ես նայեցի Իրանի էջը, տեսա քննադատական, այդ թվում նաև խիստ քննադատական գրառումներ։ Բայց ես չտեսա այնպիսի գրառումներ, որոնք որ որևէ տիրույթում բարոյական կլինի, իրավական հատկապես կլինի, կարող են հիմք տալ, ինչ որ չեմ տեսել, ես նայեցի, այսօր նայեցի։ Դա մեկ, կարող են հիմք տալ, նորից ասեմ, իրավական պետության տրամաբանությունից մի պահ դուրս գալ, որտեղ դեպքեր են լինում, որ իրավական պետության տրամաբանությունից դուրս են գալի։ Բարոյական տրամաբանության բանկամ չեմ տեսել նման բաներ։ Բայց եղել է կոշտ քննադատություն։ Դա մենք չգիտենք, ամեն օր կարող է, այսպես ասած, խաղի կանոններ փոխվի։ Կարող է դրանով իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այսուհետև մեզ, այսպես որ քննադատեք, կարող է այսպես լինի, չգիտեմ։ Չեմ կարող ասել, բայց նորից ասեմ, միակ բանը, որ այստեղ հստակ է, դա այն է, որ Միրան Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային հանրային գործունեությունը գոյություն չունի։ Պատվիրատուի վերաբերյալ կասկածներ չկան այս։ Դե հիմա ես օրինակ ասեմ, որ Միրանի հետ շատ կարճ ընկերների միջոցով է հնարավոր եղել շփումը, ես չեմ հարցրելու մեզ կասկածում, որտեղ դե ակնհայտ է, որ եթե մարդը հրապարակային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, այն էլ մի անգամ 2021 թվականին այսպես նռնակ են նետած եղել, որ որևէ մեկը չի բացահայտել, պարզ է, որ ցանկացած ողջամիտ մարդ կկասկածի, որ դա իշխանական որևէ թևի հետ, իշխանությունների հետ որևէ կերպ կապ ունեցող մարդկանց մասին է խոսքը, դա ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ նորից ասեմ, ես ճիշտ եմ համարում այս պահին չբացառել, որ իրավապահ մարմինները իրենց գործը կանեն եւ կբացահայտեն, որովհետեւ ցերեկով է եղել, ինչպես ասում եք, մարդաշատ վայրում է եղել, ենթադրում եմ, որ պետք է որ այո, որ հենց ցերեկով է եղել եւ մարդաշատ վայրում։ Հանրային վայր։ Դե ես զարմանալի եմ համարում, որ այդպիսի գործողություն այդպիսի բան է առհասարակ տեղի ունեցել։ Հիմա մնացածը չեմ կարող ասել։ Ես ճիշտ չեմ համարում, որպեսզի մենք այս պահին առաջ ընկնող դատողություններ անենք։ Այո, այլ պատճառ լինել չէր կարող, քան նրա հանրային գործունեությունը։ Այո, դրա շահառուն իշխանություններն են կամ իշխանությունների որոշակի թևերն են։ Ուրիշ պնդում անել այս պահին ինձ թվում է ճիշտ չէ։